Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, մաղթում եմ բոլորիդ, թող օրը լինի օրհնյալ, պայծառ, արևոտ, թող Աստծո լույսը անպակաս լինի մեր բոլորի օջախներից, կուզեմ տեսնել Հայաստանս անկախ ազատ, որտեղ սերն է լուր թևածում, հաշտ ու խաղաղ, կուզեմ հայը օտարափից ետ տուն դառնա հայրենիքում, տուն կառուցի ու լավ ապրի, այս գեղեցիկ տողերով և այս գեղեցիկ չքնաղ տեսարանով սկսում եմ նոր հոլովակ, իմ սիրելի հետևորդներ ջան, ձեզ մաղթելով ամենալավն ու բարին: Իսկ հիմա սիրելիներս, դեմքով բոլորիդ բարևում եմ, բարև ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ, հարազատներ, բարեկամներ և լավ ընկերներ, սիրելիներս, Մարինես ինձ համար դրել է մի բաժակ կոֆե, դուք էլ ձերը դրեք, նստենք միասին մի քիչ զրուցենք մեր առօրյայից, մեր հոգսերից, հետո անցնենք մեր գործերին, սիրելիներս, քանի օր է ես չեմ կիսվում ձեզ հետ, չեմ զրուցում ձեզ հետ և հոլովակ 2-3 օր է չեմ տեղադրել, մի քիչ վատառող չէի, ինքնազգացողությունս լավ չէր, չէի կարողանում տեղադրել, իսկ այսօր մի քիչ լավ եմ, որոշեցի ձեզ հետ մի գավաթ սուրճ խմել, դեսից դենից խոսել, պատմել իմ առօրյայից և նոր անցնել գործի, սիրելիներս, առաջինը ուզում եմ իմ սրտի շնորհակալական խոսքը ասել բոլորիդ, շնորհակալ եմ անսահման բոլորիցդ լավ խոսքերի, բարի գրառումների, ջերմ խոսքերի համար, ձեր հոգատարության համար, ձեր բարության համար, իմ ընտանիքի հանդեպ լավ խոսքեր գրելու համար, Մարինկայիս սիրելու համար, ամեն ինչի համար անչափ շնորհակալ եմ, հոլովակներս դիտելու համար և գնահատելու համար, իմ լավ բարեկամներ, Աստված առատորեն օրհնի ձեզ, սիրելիներս, եղեք միշտ առողջ, ուրախ, երջանիկ, ձեր ընտանիքի հետ միասին, ձեր թոռների հետ միասին, իմ լավ բարեկամներ, հիմա խմենք, սիրելիներս, որ մի երկու օր հոլովակ չեմ տեղադրում, շատ անհանգստանում եք, դա նշանակում է, որ շատ հարգում և սիրում եք, որի համար կրկին անգամ շնորհակալ եմ, հարազատներս, ճիշտ է, մենք նորից եմ կրկնում, արյունակից չենք, բայց դարձել ենք հարազատից էլ հարազատ, իմ լավ բարեկամներ, սիրում եմ բոլորիդ, սիրելիներս, շնորհակալ եմ անսահման ձեր ջերմության համար, ձեր շնորհավորանքների համար, որ գրել էիք, որ մաղթում եք ամենալավն ու բարին, անսահման առողջություն և շնորհավորում եք մեր ամուսնության 45-ամյակը, թոռնիկիս 16-ամյակը, այնտեղ Ժենյան, թե Անահիտն էր, չեմ հիշում, գիտեին որդուս ծնունդն է, բայց ոչինչ, սիրելիներս, կապ չունի, թոռնիկիս 16-ամյակն էր, մեր ամուսնության 45-ամյակը նշեցինք մի օրում, մի օրվա տարբերություն էր, ընդամենը, բայց միասին նշեցինք, ուրախացանք, հյուրեր ունեցանք, ես տեղադրել էի հոլովակի մեջ, դուք արդեն տեսաք, սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ձեր բարի, լավ խոսքերի համար, համբույրներ, միայն համբույրներ և պաչիկներ բոլորիդ, սիրելիներս, ինչ ասեմ, անցավ շատ լավ, շատ ուրախացանք, թոռնիկներս եկան, մի խոսքով լավ հյուրեր ունեցանք, գիտես, մեր ընտանիքի ամենալավ հյուրերն էին ներկա, որտեղ միշտ մեզ հետ կիսում են, մեր ամեն ուրախություն լինի, ամեն ինչը, մի խոսքով, ամենամտերիմ հարազատ բարեկամներս էին, իմ լավ բարեկամներ, հյուրը Աստծունն է, չէ, որ ասում են,
ով էլ գա մեր տան հյուրն է։ Թեկուզ չունենանք ոչինչ, հյուրասիրում ենք սառը ջրով։ Դա մեր մեծական պապենական խոսքն է։ Փառք Աստծո, լավ անցավ այդ օրը։ Կերանք, խմանք, ուրախացանք, հիշեցինք, որովհետև բոլորը հարազատներ են, մեկս մեկին լավ ճանաչում ենք, շատ վաղուց, իմ լավ բարեկամներ։ Մինչև ժամը 11 գիշերվա շատ ուրախացանք։ Ճիշտ է, անձրև էր, որոշել էինք հողամասում բակում նստել, ծաղիկների մոտ, կանաչ խոտ, գեղեցիկ, բայց այնպիսի մի հորդառատ անձրև եկավ, որ ներսում նստեցինք, ներսն էլ շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Կրկին անգամ շնորհակալություն ձեր բարի մաղթանքների համար, իմ լավ բարեկամներ։ Սիրելի հետևորդներ ջան, 3 օր է անընդհատ անձրև է գալիս։ Ուրեմն մի կողմից մաքրում են խոտերը, մի կողմից աճում է, միայն տեսնեք, բայց ասեմ, բավականին արդեն հողամասը կանանչել է, գեղեցկացել է, ջերմոցը արդեն պամիդորները կան, վարունգը կա, դրսի վարունգներն էլ են արդեն գցել, ուղղակի շատ ցեխ է, Մարինեշ չի կարող նկարել, մինչ երեկո որ արդեն մի քիչ չորանա, եթե տա Աստված անձրև չգա, բոլորը կնկարի եւ ցույց կտամ սոխերը, ռեհանը, կանանչին, լոբին, բամյաները, ճիշտ է, բամյան ծածկած է, չի կարող, պղպեղները դեռ ծածկած է, երեք բացել է հարցս մի մոմենտ, արև էր, մի քիչ չորացած էր, մաքրեց Մարինկայիս հետ, նորից անձրև եկավ, անձրևները էլ դադար չեն տալիս, հասցրել են մի քիչ կլուբնիկա են քաղել, բերեն այսօր ուզում եմ կոմպոտ անել, դե հիմա 2 տարա կլինի 3, չգիտեմ քանի, պետք է լվանամ, նոր կիմանանք, ես ամեն ինչը կպատրաստեմ, հարցս կզակատի, որովհետև այդքան երկար դեռ չեմ կարողանում կանգնել ոտքի վրա, բայց փառք Աստծո, կանգնում եմ քիչ-քիչ, քայլում եմ առանց խադունոկի, չեմ կարողանում, որովհետև հələ որ շատ ցավում է, սիրելիներս, ճանիս մասը շատ է ցավում։ Հետո որոշել եմ, որ այսօր ամուսինս աշխատանքից գա, ասեմ խաղողի տերևները մաքրի, արդեն փակելու ժամանակն է, միասին իրար հետ ցույց կտամ, թե ես ինչպես եմ տարաների մեջ, բանկաների մեջ զակատում խաղողի տերևները։ Մարինկայիս հետ սիրուն իրար մեջ կդնենք թփերը, կօգնի ինձ եւ դա էլ կզակատեմ։ Հիմա 2 տարա կլինի, 3 կլինի, քիչ-քիչ հավաքում ենք եւ զակատում ենք, չեն կարա այդքան ես կանգնեմ, կցանկանայի, կուզենայի, շատ եմ ուզում գնամ, հավաքեմ, անեմ, դնեմ, բայց դե չեմ կարողանում ոտքի վրա կանգնել։ Մի տեսակ ոնց որ օրորվեմ, դեռ ուժս չի տալիս։ Իմ լավ բարեկամներ, դա էլ արդեն քիչ-քիչ պետք է անեմ, թարխուններն էլ շատ ցեխ է, որոշել եմ թարխուններն էլ սոկ սարքեմ, կոմպոտի պես, գիտես, բերնա փոխ ոնց որ էլի, ձմռանը կբացենք, մի օր նրանից կխմենք, կօգտվենք, Հայաստանում շատ եմ արել, թարխունի սոկ ենք, սիրոպ ենք սարքում, մի հոլովակում նշել եմ, չէ, կհիշեք, դուք էլ պատրաստած կլինեք գիլազի ճյուղերից, տերևներից, պոչից, գիլազով սարքում էինք սիրոպ եւ շատ համեղ էր լինում։ Հե գիտի մեր հին օրերը, մեր անցյալը, մեր հուշերը միշտ էլ մեզ հետ կա ու կմնա մեր քաղցր անուշ տարիները։ Իմ լավ բարեկամներ, սիրելիներս, այնքան գոհ եմ, որ դուք ինձ համար շատ հարազատ եք, ես էլ ձեզ եմ շատ սիրում, իմ լավ բարեկամներ, խնդրում եմ, ովքեր որ չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, թող տարածվի եւ լայք դրեք, գրեք մի գեղեցիկ գրառում, միշտ էլ գրում եք, ձեզանից անչափ գոհ եմ ձեր լավ, գեղեցիկ, բարի, ջերմ գրառումների համար, որովհետև ես ձեզ սիրեցի, դուք էլ ինձ սիրեցիք եւ գնահատեցիք ինչ որ
կատարում եմ իմ աշխատանքները, ինչ պատրաստում եմ, ինչ ցույց եմ տալիս։ Աստված ձեզ շատ օրհնի, պահի ու պահպանի։ Սիրելիներս, առանց Աստված կյանք չկա։ Միշտ ասում ենք, առաջ Աստված, նոր մեր գործերը։ Ուզում եմ մի փոքր էլ կիսվել ձեզ հետ։ Գիտեմ, սիրում եք, ես էլ եմ սիրում, որ նվերներ ենք ստանում, ցույց ենք տալիս։ Ասեմ, որ բավականին նվերներ ստացանք, մի երկուսը հիմա Մարինես ցույց կտա ձեզ, գումարային տեսքով, նվերների տեսքով, որից շատ շնորհակալ եմ։ Կարևորը նվերը չի, կարևորը մարդու հոգու ջերմությունն է, մարդու հոգու բարությունն է, կամեցողությունն է։ Գիտես, օտար հողում, որ հավաքվում ես, չէ, բոլորդ էլ գիտեք, ովքեր օտարության մեջ են, գիտեն։ Այդ ջերմությունը ուզում ես զգաս, այս բարեկամությունը զգաս։ Ասեմ, որ այստեղ հայերը մենք մեկս մեկի հետ ավելի ջերմ ենք, քան թե Հայաստանում։ Շատ ջերմ մթնոլորտ էր, շատ իրենք էլ մեզ օգնեցին, դրեցին, վերցրեցին, խնամի ունեինք, որ խնամի ոնց ասեմ, մեր քավորակնոջ հարսի մաման էր, պապան էր, հացն էր, մի խոսքով, առաջի անգամ մեր օջախում ոտք էր դրել, սիրելիներս, այնպիսի մի տպավորություն էր, ոնց որ 100 տարի ճանաչած լինեինք։ Նրանք եկել էին, չէին իմանում, որ թորնիկիս ծննդյանորն է և մեր 45-ամյակը ամուսնության, ուղղակի ինձ այցի էին եկել, տեսության, բայց տեսնում եք, Աստված ինչ լավ օր բերեց, մենք չգիտեինք, սիրելիներս, և շատ ուրախացանք, անմիջական, մեզ հարսիս հետ օգնեցին, դրեցին, վերցրեցին, ուրախացանք, դա է կյանքը, պետք է այդպես ապրենք, սիրելիներս, որ մեկս մեկին չնեղացնենք, ինչքան կարող ենք օգնենք և ուրախացնենք, բայց չտխրեցնենք, որովհետև այս կյանքը մնայուն չէ, բոլորս էլ գնալու ենք, բոլորս էլ մերկ եկել ենք, մերկ էլ գնալու ենք այս աշխարհից։ Սիրելիներս, ինչքան կարող ենք բարի կլինենք, իմ բարի հարազատ ընկերներ ջան, յուտուբյան իմ ընտանիք, սիրում եմ ձեզ, շատ եմ սիրում ձեզ, որ դուք սիրում եք իմ Մարինեիս, գիտեք ինչքան է ինձ օգնում, հյուր էր ուզում գնար աղջկաս տուն, դստեր տուն, բայց գիտի, որ տատիկը հիվանդ է, պետք է օգնի, տանը միայնակ եմ իրեն հետ, բոլորը աշխատանքի են, չգնաց, տատին կլինի ոտի, նոր կգամ, թորնիկս, որ եկել էր աղջկաս տղան, այնքան ուրախացավ, իրեն էլ կերակրում էր, լվանում էր, հագցնում էր, ման էր տալիս, ձեզ ցույց տվեցի, Հայաթում, հողամասում, էլ կլուբնիկային հավաքում ուտում, մի խոսքով լավ օր անցկացրեցին, իրենց արձակուրդն էլ իրենք պետք է վայելեն, ոչինչ, մի քանի օրից արդեն լրիվ ոտքս, որ ուժը արդեն տեղը գա, աղջիկս էլ կգնա ման գալու, իրեն տատիկի տուն, հորաքրոջ տուն, էլունչ ովքեր ունեն, այս թորներս են, մեկը մեկով պետք է ուրախանա, իմ լավ բարեկամներ, հիշում եք, որ նանայի կոմպոտ էինք, դաղցի, դեռ չենք բացել, խոստացել եմ, հենց բացեմ, մեզ էլ է հետաքրքիր, համի համար, մնացածն էլ չորացրել եմ, ցույց կտամ ձեզ, դեռ բավականին ունենք, ուզում եմ չորացնեմ, գիտես, չորացնելու եմ, մի քիչ էլ թորնիկիս տամ, ինքն էլ է շատ սիրում, թեյ է խմում, ճիշտ է, շատ խմելուն անընդհատ չի կարել օգտագործել, ճնշում է իջեցնում, խմեմ, վերջացնեմ, նոր նվերները Մարինես ցույց կտա, իմ լավ բարեկամներ, ծաղիկներիս պարտեզը այնպես է ծաղկել մեխակները, ցույց եմ տալիս ձեզ միշտ, ինչ անեմ, ուզում եմ ձեզ էլ հիացնեմ իմ ծաղիկների գեղեցկությամբ, մեխակները ճիշտ է, այս տարի քիչ է, մյուս տարի բավականին կշատանան, արդեն լավանդաներն են ծաղկում, վարդը լավ ծաղկել է արդեն բավականին, լիլիաներն են սկսում ծաղկել, կամաց ավելի կգեղեցկանա, ոտքի կանգնեմ, ուզում եմ լավաշ թխեմ, հիշեմ նորից գնացի հին օրերը,
Ամուսինս միշտ ասում է, այդ բոչկայի վրայի լավաշի համը ուզում եմ զգամ մի օր պետք է թխեմ սիրելիներս։ Կրակի վրա, որ մենք լամանջոր, թե չիբուրեկի էր թխել հարցս, գրում են ինչ է կրակի վրա թխել, գազի վրա չէ։ Ուղղակի հողամասում էինք, գազի վրա, նոր խոհանոց, նոր կահավորանք, նոր ոնց որ ասած ռեմոնտ չէինք ուզում սիրելիներս, այդ ձեթի հոտը, որ մտնում է վարագույրների մեջ, դժվար է դուրս գալիս, դրսում համ նստել էինք հայաթում, համ պատրաստեց, համ էլ քիչ էր, տակ-տակ կերանք, շատ համեղ էր։ Մի խոսքով այդ մխի համն էլ է, չէ, ինչ որտեղ համ տալիս, իմ լավ բարեկամներ։ Հիմա վերջացնեմ Մարինկաս ցույց տամ։ Առաջին սուրճն է, որովհետև ժամը 11-ն է, բայց դեռ չէի խմել։ Նստեցինք Մարինկայիս հետ, հավաքեց, մաքրեց։ Մեր առավոտյան թեյը խմեցինք, ես տվոռոկը կերա, վարունգ մի կտոր, լոլիկի հետ և դեղը ընդունեցի, հիմա նստեցի, ձեզ հետ լավ զրուցեմ, նոր կանցնենք արդեն, դե ես ընդհանրապես այդքան շատ չեմ շարժվում, գործ չեմ անում սիրելիներիս, թեթև։ Եվ այդպես կլավանամ, կլինեմ ոտի, կպատրաստենք միասին, բայց ուզում եմ անպայման պատրաստեմ, թարմը հաց են ուզում եմ վաղը միսօր հաց պատրաստեմ, ես կպատրաստեմ մեզ համար, ցույց կտամ ձեզ համար, խոստանում եմ, անպայման վաղուց վանից չեմ պատրաստել հաց, կպատրաստենք միասին։ Հիմա Մարինե ջան, արի ցույց տանք, թե ինչ նվերներ ենք ստացել, սիրելիներս, հիմա ես ձեզ ցույց եմ տալիս, այսպիսի մի կոմպլեկտ, շատ, ասեմ, որ ֆիրման էլ թանկանոց է, սա կարտոֆիլ մաքրելու դանակ է, տեսնում եք, սա փոքր դանակ է, սա մեծ դանակ է, սա էլ դասկա է, նույն ֆիրմայի, սրա հետ մեկտեղ կան սրբիչներ շատ գեղեցիկ, ափսեներ, դե բոլոր չեմ կարող ցույց տալ, ասում եմ, որ մի երկուսը ցույց տամ, ձեզ ինձ հետ ուրախացնեմ, այստեղ ունենք նաև այսպիսի շատ ճենապակուց, շատ թեթև երկու հատ թեյ բաժակներ, շատ գեղեցիկ են ու շատ թեթև են, Մարինե ջան բաց, նախ բարևի, հələ հուսերը տեսեք իմ աղջկա, հələ տեսեք, արի մոտիկ թո տեսնեն Մարինե ջան, այսպես գեղեցիկ, հիմա ցույց տամ, հեռու գնա Մարինե ջան, թո տեսնեն, տեսնում եք հույսեր, ինչքան գեղեցիկ է մայրիկը հուսել, դե հիմա դեմքով բարևի բոլորին, բարև ձեզ, շնորհակալություն, որ ինձ շատ սիրում եք, շատ շնորհակալ եմ, ահա սիրելիներս, իսկ հիմա Մարինե ջան բաց արա ցույց տանք, հարցը նվերը չէ, հարցը որ շատ լավ ես քեզ զգում, ահա այսպիսի գեղեցիկ ճենապակուց, շատ թեթև թեյի համար բաժակներ են, ձմեռը կարելի է կակաո մեջ խմել, կակաո խմի, մեկը դու կխմես, մեկն էլ եղբայրդ, սա դիրա այնտեղ, ստացել եմ շատ գեղեցիկ սիրելիներս սուրճի բաժակներ, որը ես շատ սիրում եմ, գիտես բավականին ունենք, շատ, տեսնում եք, և շատ ֆիրման, անունով ֆիրմա է և գեղեցիկ է շատ, այսպիսի բաժակներ, շատ գեղեցիկ է, այս կոմբետ հո երևում է, ու իա տարելկաները, ափսեները, ահա, և թեյինը,
Սա մեր հյուրն էր, որ առաջի անգամ մեր տուն էր եկել, դրա հետ հայկական կոնյակ, լավ ընտիր բամբաներ կա, ամեն ինչ, սիրելիներս, ուղղակի կիսվում եմ, ամեն ինչ էլ այստեղ տեսել ենք, գնել ենք, կերել ենք, բայց ձեզ հետ սիրելիներս, կիսվում եմ, սա մեծ ու փոքրն էր, ահա, սա է, կարելի է թե կամ կակաո կամ հալվող սուրճ, լավ, էլ ափսեները նույնն են, բալես, իմ աղջիկ տար, այսպես, սիրելիներս, զաթո լավ որ ունեցանք, լավ ուրախացանք, իհարկե գումարային տեսքով թորնիկս որոշել է, չեմ ուզում ասել, երբ որ կգնի, ես ձեզ ցույց կտամ իրեն համար, չէ որ արդեն ուսանող է, ուզում է լավ հեռախոս, հենց որ վերցնենք, գնենք, ես ցույց կտամ, չեմ սիրում ժամանակից շուտ ասել, դա էլ հետո ցույց կտամ, որի համար Աստծուց շնորհակալ եմ, գոհ եմ, իմ լավ հարազատ ընկերներից, բարեկամներից, իմ հյուրերից, Աստված բոլորին իմ հյուրերին առողջություն տա, հաջողություն տա, գնում են Հայաստան իրենց բարի ճանապարհ ընտանիքներով, թող բարով գնան, բարով վերադառնան, Աստծո օրհնությամբ, հասնեն տեղ, ինչ նպատակներ ունեն, թող Աստված կատարի եւ վերադառնան, իմ լավ բարեկամներ, նույնպես ձեզ եմ մաղթում, ինչ ցանկություններ, նպատակներ, երազանքներ ունեք, թող արած Աստված, հետո ձեր գործերը, Աստծո կամոք ի կատար ածվի, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, հարազատներս, շատ ափսոսում եմ սիրելի հետևորդներ ջան, որ այս տարի այդպես ստացվեց, ոսկդ կոտրվեց եւ ես չեմ կարողանում ձեզ հետ միասին ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ աշխատում հողամասում, մեր բերք ու բարիք ինչպես եմ մշակում, ինչպես եմ ջրում, ինչ որ հնարավոր է ցույց եմ տալիս, հարսից եւ որդուս աշխատանքները չեն ցանկանում, օրինակ երեք հարսս մտել էր ջերմոց, այդ պամիդորի ավելորդ մասերն էր կտրում հանում, մի խոսքով գործ էր անում, բայց չուզեցավ, ես էլ չեմ կարող իր կամքին հակառակ չէ, պետք է նկարեմ, ոչ, ինչ որտեղ ցույց եմ տալի, արդեն մաքրած վիճակում, իմ լավ բարեկամն է, տա Աստված մնացած ժամանակահատվածում ինչ որ բանել ես ցույց կտամ ձեզ, արդեն գալիս է կոմպոտների սեզոնը, վաղը, ոչ այսօր, վաղը կսկսեմ արդեն ելակի կոմպոտը ասեցի փակեմ, դրանից հետո սմորոդինաները կլինեն, վիշնյան կգա, մի խոսքով կամաց արդեն կշարունակեմ իմ առօրյա աշխատանքը, ամեն օր կնկարեմ, ինչ որ մի բան կպատրաստեմ եւ տեղադրեմ իմ ալիքում, սիրելիներս, ալիքս այնքան դանդաղ է բարձրանում, չգիտեմ ինչու, խնդրում եմ, եթե հնարավոր է, բաժանորդագրվեք, թող ալիքը բարձրանա, իմ հարազատ դարձած հետևորդներ ջան, ովքեր որ չեն բաժանորդագրվել, իհարկե իրենց եմ ասում, սիրելիներս, նստեցինք, խոսեցինք, կիսվեցինք մեկս մեկի համար, որի համար շատ ուրախ եմ, որ ձեզ ունեմ, որ ձեզ նման բարի հետևորդներ ունեմ, սիրում եմ բոլորիդ, միշտ բարի գրառումներ եք գրել, միշտ գրեք այդպես բարի, չարը մեզանից թող հեռու գնա, ինչ ունենք չարի հետ, չարը մեզ պետք չի, մենք միշտ բարի ենք ու բարի էլ կմնանք, սիրում եմ բոլորիդ, որ այդ կարճ ժամանակում այդքան ինձ սիրեցիք, ես էլ ձեզ սիրեցի, եղեք միշտ առողջ, միշտ երջանիկ, ուրախ, Աստված միշտ ձեզ օրհնի, օրհնելով օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը, ստեսություն մինչև նոր հոլովակ, բոլորիդ համբույրներ, միայն համբույրներ եմ ուղարկում, լավ մնացեք, իմ լավ բարեկամներ, հարազատներ ջան,